Քրիստոս հարավ ի մեռելոց սիրելիներս։ Քրիստոս հարավ ի մեռելոց։ Քրիստոս հարավ ի մեռելոց։ Փառք Տիրոջը սիրելիներս, փառք մեր Աստծուն։ Եկեք Աստծուն բարձր ծափարություն տանք ինքարժանիա։ Հալելույա, փառք մեր Տեր Հիսուսին։ Այսօր իրականում մեծ օր է, սիրելիներս, մեր Տերը հարություն առավ այսօր օր էր, երբ կյանքը հաղթեց մահին, երբ գերեզմանը չկարողացավ պահի մեր Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն այս թանկ օրվա համար, սիրելիներս, որ Հիսուսը մեծ գին վճարեց ամեն մեկիս համար, որպեսզի մենք այսօր լինենք այստեղ, որպեսզի միասին օրհնենք նրան, մեծարենք նրա սուրբ անունը, ու շնորհակալ լինենք այն մեծ գործի համար, որ Տերը արել է Գողգոթայի խաչի վրա։ Գիտեք, ձեր աթոռներին, երբ որ դուք այսօր նստում էիք, կան այսպես սիմվոլիկ խաչեր, փոքր, գիտես, խաչը դա հիշեցում է նրա մասին, ինչ է արել Հիսուսը ինձ ու քեզ համար։ Եվ այստեղ, սիրելիներս, իհարկե մի քաղցր բան էլ կա, բայց ավելի զորավոր բան կա, այստեղ մի խոսք կա գրված, Աստվածաշնչում գրված է, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը։ Գիտեք, իրականում մեր Տերը հաղթել է ու փառք Աստծուն, սիրելիներս, այդ մեծ սիրո համար, եթե Հիսուսը չգար աշխարհ, եթե Հիսուսը չբարձրանար խաչը, այսօր ես ու դու հավիտյան դատապարտված կլինեինք մահվան, ես ու դու հավիտյան դատապարտված կլինեինք անցկացնելու մեր հավիտենականությունը դժոխքի մեջ։ Բայց այսօր Պողոս առաքյալը ասում է, եթե անգամ մեռնենք էլ, Աստծո խոսքը ասում է միևնույն է կապրենք։ Գիտես, դա այնքան մեծ հաղթանակ է, սիրելիներս, որ ամենամեծ թշնամին մահը, որ դեռ վերջնական կլինի պարտված, հայտնության գրքի մեջ գրված է, որ մահը դժոխքը գցվեցին կրակի լիճը։ Իհարկե մենք այսօր ֆիզիկապես դեռ մահկանացու ենք, բայց Աստծո խոսքը ասում է, ինչպես մեր Տերը հարություն առավ, այդպես էլ մենք մի օր հարություն կառնենք։ Այդ նույն զորությունով Աստված մի օր մեզ հարություն կտա, սիրելիներս, ու մենք հավիտյան իր հետ անցկացնելու ենք երկնքում։ Մահը իշխանություն չունի այսօր ինձ ու քեզ վրա, սիրելիս։ Մեղքը, անեծքը այսօր իշխանություն չունի ինձ ու քեզ վրա, որովհետև Հիսուսը գինը վճարել է խաչի վրա։ Ամեն։ Գիտեք, ես մտածում եմ, այսօր ամեն մեկ իր որոշումը կայացրել է, սիրելիներս, որտեղ լինի։ Այսօր ամեն մեկ իր որոշումը կայացրել է, մարդիկ գիտես ամաչում են, վատ են զգում, ոնց կլինի մարդը այդքան մարդը հրավիրել, մարդիկ կգան իրանց տունը, ոնց կլինի ինքը այնտեղ ներկա չլինի։ Գիտես ամեն մեկը ինքն է ընտրություն կատարում, սիրելիներս, որտեղ ինքը լինի, գնա Աստծո հետևից թե չգնա։ Ես հավատում եմ, սիրելիներս, որ սա այն օրն է, երբ որ ամեն մեկս Աստծո տան մեջ պետք է լինենք առաջի հերթին։ Սա այն օրն է, որ առաջի հերթին ոչ թե սիրուն սեղաների շուրջ պիտի հավաքվենք, սիրելիներս։ Սա այն օրն է, երբ որ մենք պետքա գանք Աստծո տուն։ Խոնարհենք մեր սիրտը, մեր անձը ու փառք տանք Հիսուսին իր արած գործի համար։ Գիտես, զատիկից առաջ գրված է, մենք այսօր հաղորդություն ենք միասին ընդունելու, սիրելիներս։ Գիտեք, դա ամենամեծ ընթրիքն էր, երբ որ Հիսուսը ասում է, ես կամեցա այս ընթրիքը ձեզ հետ անել։ Ինչ արեց Հիսուսը, Հիսուսը վերցրեց գինին, օրհնեց, տվեց իր աշակերտներին, ասեց, առեք, խմեք, սա նոր ուխտի արյունն է, իմ արյունը, որ թափվելու է ձեզ համար։ Կոտրեց հացը, բաժանեց իր աշակերտներին, ասեց, առեք, ընդունեք այս հացը, սա իմ մարմինն է, որ կոտրվելու է ամեն մեկիդ համար։ Սիրելիներս, սա ամենամեծ խնջույքն է, որ ես ու դու այսօր անելու ենք Տիրոջ հետ, վայելելով իր ներկայությունը, Սուրբ Հոգու ներկայությունը այս վայրում։ Դրա համար գիտես, շատ կարևոր է, որ մի բան հասկանանք, կյանքը շատ կարճ է, սիրելիներս, օրերից մի օր բոլորս կանգնելու ենք Աստծո առաջ։ Օրերից մի օր բոլորս կկանգնենք Աստծո առաջ ու գիտես, Աստծո խոսքը ասում է, որ նա մեր սրտի ամեն խորհուրդները դատաստան է բերելու։ Ինչքանով էլ փորձես այսօր քո գործեր արդարացնես, ինչքան էլ փորձես ինչ որ արդարացումներ գտնես, որ եկեղեցի չգաս, Հիսուսի անունը չտաս, ավետարանը չքարոզես, Աստված մի օր մեր սրտի ամեն խորհուրդները դատաստան է բերելու, ժողովուրդ ջան։ Եվ Աստծո խոսքը ասում է նրա առջև ոչ մի մարմին չի կարողանա արդարանալ։ Մենք չենք կարողանա, գիտես, վաղը կանգնենք Աստծո առաջ ու ասենք, դե Աստված ջան, գիտես, այնքան զբաղված էի,
դե տեղ էին հրավիրել, դե մարդ պիտի գար մեր տունը։ Գիտես չկա տենց բան այսօր, այս աշխարհում, այս կյանքում սիրելիներս ես հավատում եմ, որ կարող է ինձ ու քեզ հետ պահել Աստծուց, իր սիրուց։ Պողոս առաքյալը ասում է, չկա ոչ մի ուժ, ոչ մի զորություն, ոչ կյանքը, ոչ մահը, ոչ հրեշտակներ ասում է, ու ոչ մի ինչ որ բան չի կարող մեզ հետ պահել Քրիստոսի սիրուց, սիրելիներս։ Չկա տենց մարդ, չկա տենց անձ, չկա տենց ուժ, զորություն, որ կարող է ինձ ու քեզ Աստծո սիրուց հետ պահի։ Դրա համար գիտես, քանի դեռ մենք այս երկրի վրա ենք, քանի դեռ ապրում ես այս կյանքը, ճիշտ որոշումներ կայացրու քո կյանքում, ճիշտ ընտրություն կատարիր քո կյանքում, քանի դեռ ժամանակ կա, որովհետև մեզանից ոչ մեկ սիրելիներս չգիտի իր վերջի օրը այս երկրի վրա։ Մեզանից ոչ մեկ չգիտի իր վերջի օրը այս աշխարհում։ Գիտես, մենք այսօր նշում ենք Զատիկը, ի՞նչ է Զատիկը, Փեսախ։ Գիտես, հրեաները մինչև այսօր նշում են Զատիկը, հրեաների համար Զատիկը դա, երբ որ Աստված Եգիպտոսից ազատեց իր ժողովրդին, մինչև այսօր նրանք նշում են Փեսախը եւ գիտեք, այդ Զատիկի առաջի գիշերը հրեաները հավաքվում են եւ այդ ընթրիքը Սեդեռ է կոչվում։ Սեդեռի ժամանակ իրանք պատմում են այն մասին, ինչ արեց Աստված, ինչպես օրերից մի օր Աստված Մովսեսի միջոցով այցելեց իր ժողովրդին եւ Եգիպտոսի գերությունից դուրս հանեց։ Եվ գիտեք, մի քանի բան կա, ինչ որ Աստված ուզում էր անի, Ելից 6-րդ գլուխ 6-8 խոսքերում այսպես է գրված. Նրա համար Իսրայելի որդիներին ասիր. Ես եմ Եհովան եւ ես ձեզ եգիպտացիների ծանր գործերի տակից կհանեմ, ձեզ նրանց ծառայությունից կազատեմ, կփրկեմ ձեզ մեկնած բազուկով եւ մեծ դատաստաներով, եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կառնեմ եւ ձեզ համար Աստված կլինեմ, եւ պիտի գիտենաք, որ ես եմ Եհովան ձեր Աստվածը, ձեզ եգիպտացիների ծանր գործերի տակից հանողը։ Եվ ձեզ այն երկիրը կտանեմ, որի համար իմ ձեռքը բարձրացրի, որ տամ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, եւ ձեզ կտամ ժառանգություն լինելու ես Եհովաս։ Գիտեք, սիրելիներս, 4 բան, որ Աստված ասում է. ես կհանեմ, կազատեմ, կփրկեմ, ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կառնեմ։ Գիտես, օրերից մի օր Աստված կամեցավ ինձ ու քեզ փրկի, առանձնացնի, ինձ ու քեզ իր համար ժողովուրդ ընտրի, ու մենք բոլորս այսօր միասին այստեղ ենք նրան օրհնելու համար, սիրելիներս։ Գիտես, դա մի մեծ պատիվ է, որ Աստված ամեն մեկիս համար արել է, սիրելիներս, որովհետև մեզանից ոչ մեկ արժանի չէր իր սիրուն։ Մեզանից ոչ մեկ չէր կարող վաստակել այդ սերը իր գործերով։ Աստվածաշունչը ասում է, գին կարող է մարդ տալ իր փրկության համար։ Ինչ փրկան կարող է մարդ տալ։ Կա արդյոք այդպիսի գին, որ մարդը կարող է վճարել իր փրկության համար։ Գիտես, չկա այդպիսի գին, սիրելիներս։ Հիսուսը ամենամեծ գին է վճարել իր արյունով։ Աստծո խոսքը ասում է, դուք չեք գնվել ապականացու արծաթով կամ ոսկով, դուք գնվել եք Քրիստոսի պատվական արյունով։ Կա արդյոք ինչ-որ մի զոհ մեր կյանքում, կա արդյոք տենց ինչ-որ մի բան, որ մենք կարող ենք Տիրոջը փոխհատուցել։ Գիտես, չկա տենց գին, որ դու կարող ես վճարել Քրիստոսի արած զոհի դիմաց։ Չկա տենց գին, սիրելիս, դա այնքան մեծ գին էր։ Աստծո խոսքը ասում է, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Գիտես, դա ամենամեծ գին էր, դա ամենաթանկ բան էր, որ Աստված ինձ ու քեզ համար արեց, սիրելիս։ Ուղարկելով այս աշխարհ իր միածին որդուն, այսօր մենք տեսնում ենք բեմականացումը մեր թանկագին ծառայողները սարքել էին լավ այդ հետաքրքիր տեսահոլովակը։ Եվ գիտեք, սիրելիներս, ես կարծում եմ Եսայա մարգարեն այդ տեսահոլովակի մեջ հնչեց այդ տեղը, գիտեք, կուզենամ ամբողջությամբ կարդալ ու կուզենամ, որ ամեն մեկս խորհենք դրա մասին։ Ես կարծում եմ, որ այստեղը շատ մեկնությունների կարիք չունի։ Եկեք առաջի խոսքից Եսայա 53-րդ գլուխը կարդանք միասին։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ։ Գիտեք, առաջի բանը, ինչ որ ես տեսնում եմ այստեղ, երբ որ սկսում եմ այստեղը կարդալ, ով հավատաց մեր լուրին, Եսայան հարց է տալիս, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ։ Գիտեք, կարելի այսպես ասել, ով որ հավատաց մեր լուրին, Տիրոջ բազուկը նրան հայտնվեցավ։ Ով հավատաց մեր լուրին, Տիրոջ բազուկը նրան հայտնվեցավ։ Սիրելիներս, Տիրոջ բազուկը հայտնվում է նրանց, ովքեր հավատում են նրան, ովքեր փնտրում են նրան, ովքեր կանչում են իր անունը։ Եվ
Շարունակում ասում է, որովհետև նա մատաղատունքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավոտ երկրից։ Ոչ կերպարանք ուներ, ոչ վայելչություն, եւ մենք տեսանք նրան, եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված եւ մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսի, որից պետք է երես ծածկել, անարգված էր, եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատվահարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, եւ մեր անօրինությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, եւ նրա վերքերովը մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենի մեղքը։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ։ Կալանքից եւ դատապարտությունից վեր առնվեցավ, եւ նրա ազգատոհը ով կարող է պատմել, որովհետեւ նա կտրվեց կենդանիների երկրից։ Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկվեցավ, եւ ամբարիշտների հետ որոշվեց նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակը, ըստ որում նա զրկողություն չէր արել, եւ խաբեություն չկար նրա բերանումը, բայց Տերը հաճեց նրան զարկել, ցավեցնել։ Երբ որ նրա հոգին մեղքի զոհը արավ, նա պիտի սերունդ տեսնի եւ օրերը երկարացնի, եւ Տիրոջ հաճությունը պիտի հաջողվի նրա ձեռքովը։ Իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնի եւ կշտանա, իր գիտությամբ պիտի արդարացնի մարդար ծառան շատերին, որովհետև նրանց անօրինությունը ինքը կրեց։ Նրա համար նրան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզորների հետ ավար պիտի բաժանի, նրա փոխարեն, որ իր անձը մատնեց մահվան եւ հանցավորների հետ հաշվեցավ, նա շատերի մեղքը վեր առավ եւ հանցավորների համար միջնորդեց։ Փառք Տիրոջը, սիրելիներս, գիտես, ես ու դու պետքա լինեինք այդ խաչի վրա, բայց գրված է նա փոխարինեց այդ զոհը, նա վերցրեց իր վրա մեր պատիժը, մեր անարգանքը, եւ Աստծո խոսքը ասում է նա միջնորդեց։ Քրիստոսն է այսօր մեր միջնորդը, սիրելիներս, միայն նրա միջոցով ենք մենք գալիս Աստծո մոտ, նայա ճանապարհը, նայա կյանքը, նայա ճշմարտությունը։ Գիտես, այսօր ես այնքան կուզենամ, որ մեզանից յուրաքանչյուրը, սիրելիները, զատիկի տոնը չվերածի ինչ-որ հացկերույթի տոնի։ Մարդիկ այսօր, գիտեք, առավոտից, իհարկե, կարծում եմ ձեզ էլ շատերիդ, ինձ էլ շատ շնորհավորանքներ են ուղարկում Քրիստոս արյավի մեռելոց, գիտեք, ամբողջ հեռախոսս այդ ձվերով լցված է։ Ու ցավով եմ ասում, բայց ես մտածում եմ, գիտեք, մարդկանցից շատերը անգամ չեն պատկերացնում ինչ տոն է զատիկը։ Շատերի համար, երեք այստեղ խոսում ենք մեր ծառայողների հետ, ասում ենք, ամեն մի տոն մարդիկ վերածել են հացկերույթի տոնի, փորի տոն են սարքել։ Սուրբ ծնունդը հաց ուտելու ինչ-որ բաներ սեղանին դնելու տոնա, զատիկը չամիչով փլավ ու չգիտեմ ձուն երկելու տոնա, բա գինին պիտի եղնի, թե պիտի չեղնի, բա ձուկ սեղանին պիտի եղնի, չեղնի։ Գիտեք, ես այնքան չեմ ուզենա սիրելիներս, որ մեզանից յուրաքանչյուրը, իհարկե, կարող եք նշել, ձեր ընտանիքներով հավաքվեք, հիշեք Քրիստոսի արած գործը, պատմեք Տիրոջ արածը խաչի վրա։ Բայց եկեք զատիկը, սիրելիներս, այնքան չզրկենք, այսպես ասած, արժեքից, որ իջեցնենք, հավասարեցնենք ինչ-որ սեղան նստելու տոնի։ Հիսուսը այնպիսի մի բան արել, սիրելիներս, որ ամեն մի ճոխ սեղան, ամեն մի չգիտեմ մարդկային ինչ-որ գործողություն չի կարող ընդգծել դա այնպես, ինչպես որ Հիսուսը դա արել է խաչի վրա, իր արած մեծ գործը։ Ու շատ մարդիկ, գիտեք, վիճում են դրա շուրջը, ինչա պետք սեղանին դնել։ Մի եկեղեցու կողքով էինք անցնում երեք, գիտեք, ժողովուրդը լցված էին, երկար ծերը չէր երևում սեղաների, լիքը մարդիկ կային, գիտես, կարծեմ տարբեր եկեղեցիներում նույնպես այսօր նույն բանը կատարվում է, մարդիկ տանում են այդ բան, կուլիչները, հայերեն չգիտեմ ինչա դրա անուն, հա, կուլիչները տանում են, որ օրհնեն, հարց են տալիս, իսկ դուք կուլիչ թխել եք, չեք թխել, ժողովուրդ ջան, պաստորը մենք բոլորս մեղքի մեջ ենք, կուլիչ չենք թխել, լսեք, կուլիչ չենք թխել, պատկերացնում եք,
Սիրելիներս, եկեք իրականում հասկանանք այն խորությունը, ինչ որ արել է Քրիստոսը։ Չեմ ուզում ոչ մեկին գնահատական տամ, բայց ցավով եմ ասում, այսօր շատ մարդիկ գիտես կխմեն, կհարբեն։ Շատերի համար այսօր ուտել խմելու տոն է։ Կենացներ են բարձրացնելու, ոտից գլխից ընկնելու են։ Ասելու են զատիկն այսօր, բայց չնշենք մի հատ լավ։ Ու գիտեք, ես կարծում եմ Աստված երկնքից նայում է ու գիտես Աստծո սիրտը ցավում է այդ ամեն ինչի համար։ Երբ որ Աստված երկնքից նայում է ու որ մարդիկ չեն հասկանում, ինչ ա եղել այս օրը, ինչ արեց Հիսուս այս օրը ժողովուրդ։ Դրա համար սիրելիներս, եկեք իրականում այսօր մենք կպատմենք Տիրոջը իհարկե, դեռ ժամանակ ունենանք հաղորդություն կընդունենք։ Գիտես խոսացեք մարդկանց հետ։ Անցած տարի Զատիկին ես միտեղ հյուրընկալում ենք, երբ որ հետ էինք վերադառնում օդանավակայանում քարոզում էի մարդկանց, մոտ մի 10 հոգու հետ առանձին խոսեցի, գիտեք 10-ից 9 չկարողացավ ինձ բացատրի ինչա Զատիկը։ Մարդկա ասում է, դե էդի լուսավոր տոն է, ասում եմ լավ, էդի լուսավոր տոն է, բայց ինչ ենք տոնում։ Դե ինչ ենք տոնում։ Ես իմ ինչ ենք տոնում, շատերը չգիտեն։ Դրա համար գիտես, եկեք իրականում Քրիստոսի բարի լուրը տարածենք այս աշխարհում սիրելիներս։ Հիսուսը դա արեց, որպեսզի աշխարհը փրկված լինի։ Եվ Տիրոջ մեծ պատգամն է այսօր ամեն մեկից գնացեք ամբողջ աշխարհը քարոզեք ավետարանը։ Ամեն արարածի, ով որ հավատաց, մկրտվեց կփրկվի, ով որ չհավատաց, արդեն իսկ դատապարտված է։ Դրա համար այսօր իմ ու քո գործն է սիրելիներս, շատ լավ է որ ես ու դու փրկված ենք։ Գիտեք, նայում եմ մեր եկեղեցուն ու ուրախանում եմ։ Ես իրականում շատ եմ սիրում մեր եկեղեցին։ Գիտես, ինչքան շատ տեղ եմ գնում, ինչքան շատ տեղեր են հրավիրում քարոզելու, գնում գալիս եմ ու ել ավելի եմ սկսում սիրել մեր եկեղեցին։ Գիտես, եթե Հիսուսը չխաչվեր սիրելներս, այսօր նայում եմ երեխեքին, մեր երեխեքը բեմի վրա են։ Նայում եմ, գիտեք, երեկվանից այնքան ստեղից երբ որ գնում ենք այս բեմականացման փորձն էին անում, գիտեք, այնքան մեծ ուրախություն կար իմ ներսում, որ գիտես մեծերը, փոքրերը, երիտասարդները, ամեն մեկ ինչ-որ մի բան անում է, ինչ-որ մի գործ անում է սիրելներս։ Գիտեք, մենք իրականում մեծ հոգևոր ընտանիք ենք, մենք Աստծո ժողովուրդ ենք սիրելներս։ Ուզում եմ Աստվածաշնչից մի տեղ էլ կարդամ, Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված առաջի Կորինթացիս 10-րդ գլխում այսպիսի մի բան ասում, 16-17 խոսքերը։ Այն օրհնության բաժակը, որ օրհնում ենք, չէ որ հաղորդություն է Քրիստոսի արյունի, այն հացը, որ կտրում ենք, չէ որ հաղորդություն է Քրիստոսի մարմնին, որովհետև մեկ հաց, մեկ մարմին ենք մենք շատերս, վասնզի ամենքս այն մեկ հացից ենք վայելում։ Փառք Տիրոջը սիրելիներս, գիտես Քրիստոսի արյան ու նրա մարմնի միջոցով մենք մեկ դարձանք։ Մենք մեկ մարմին ենք դարձել Աստծո խոսքը ասում է։ Այսօր մենք ճաշակելու ենք այդ հացը։ Գիտես, դա ուղղակի սովորական հաց չի, դա մեծ խորհուրդ ունի, դա Քրիստոսի մարմին է։ Եվ ամեն մեկս, երբ որ ընդունում ենք այդ հացը, հաղորդակցվում ենք Քրիստոսի հետ։ Երբ որ դու հաղորդակցվում ես Քրիստոսի հետ, դու հաղորդակցվում ես եկեղեցու հետ, որովհետև եկեղեցին է Քրիստոսի մարմինը։ Ու ես այնքան ուրախ եմ սիրելիներս, որ Տերը մեզ բոլորիս միաբանել է իր մարմնով, իր արած զոհի շնորհիվ, իր թափած արյան շնորհիվ, մեզ բոլորիս քույր ու եղբայրներ է սարքել։ Գիտես, կար ժամանակ, որ մեզանից շատերը մենք իրար չէինք էլ ճանաչում, բայց այսօր ես ու դու քույր եւ եղբայր ենք Քրիստոսի մեջ։ Մեր հայրը մեկն է երկնքում։ Ամեն, մենք մի ընտանիքի անդամ ենք եւ մենք բոլորս միասին սիրելիներս հավիտյան երկնքում օրհնելու ենք Տիրոջը։ Եկեք ոտքի կանգնենք սիրելիներս։ Առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ 7-րդ խոսքում Պողոսը այսպիսի մի բան ասում. Դեն գցենք հին խմորը, որ նոր զանգված լինենք, ինչպես որ անխմոր եք, որովհետև մեր զատիկը մորթվեց մեզ համար Քրիստոսը։ Փառք Տիրոջը սիրելիներս։ Մեր համար զատիկը դա չամիջով փլավը չի։ Մեր համար զատիկը դա ներկած ձվերը չի։ Մեր համար զատիկը դա գինի խմելը չի։ Մեր համար զատիկը դա սեղանի շուրջ հավաքվելը չի։ Մեր համար զատիկը Քրիստոսն է, որ ինձ ու քեզ համար
խաչվեց սիրելիս։ Քրիստոս հարյավ իմ եռելոց։ Օրհնյալ է հարությունը մեր Տիրոջ։ Թող Աստված օրհնի ամեն մեկից սիրելիներս։ Կուզենամ մենք վերցնենք մի երկրպագության երգ։ Կուզենամ պատրաստենք մեր անձերը, մեր սրտերը Աստծո առաջ։ Կուզեմ մի տեղ կարդամ սիրելիներս։ Առաջի Կորինթացիս 11-րդ գլուխ 23-ից 29 խոսքերը, որովհետև ես Տերիցը ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուս այն գիշեր, որ մատնվում էր, հաց առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց։ Տեսեք, գիտեք, շատ հետաքրքիր է, Պողոս առաքյալը ֆիզիկապես Հիսուսին չէր տեսել։ Պողոսը հետո տեսիլքով կտեսնի Տիրոջը, երբ որ Դամասկոսի ճանապարհին կհանդիպի Հիսուսի հետ։ Բայց գիտեք մի հետաքրքիր բան, Աստված այնքան է կարևորում սիրելիներս հաղորդությունը, գիտեք սա ուղղակի սովորական գործողություն չի, մենք ամեն մեկս պետք է հասկանանք ինչ ենք անում։ Եվ Պողոսը ասում է, այն ինչ որ ես Տերիցը ընդունեցի։ Դուք պատկերացնում եք, Հիսուսն էր Պողոսին բացել, ինչ էր եղել այդ խորհրդավոր ընթրիքի ժամանակ, ինչ էր եղել այդ երեկոն։ Եվ Պողոս ասում է այն, որ ես Տերից ընդունեցի, որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուս այն գիշեր, որ մատնվում էր, հացը առավ, գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար»։ Այնպես էլ ընթրիքը ուտելուց հետո բաժակը առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Որովհետև քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա կգա։ Ուրեմն ով որ այս հացը ուտի կամ Տիրոջ բաժակը խմի անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդը փորձի իր անձը եւ ապա այն հացիցը ուտի եւ այն բաժակիցը խմի, որովհետև անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Սիրելիներս, Աստծո խոսքը ասում է, որ մենք պետքա պատվով մոտենանք, մենք պետքա խորհենք դրա մասին։ Աստծո խոսքը ասում է առաջ, թող մարդը փորձի իր անձը, որովհետև Տիրոջ մարմնին ու արյան է մոտենում։ Գիտես, սիրելիս, մի երկու օր առաջ հովներից մեկի հետ խոսում էինք դրա մասին, ում կարելի է տալ հաղորդություն, ում չի կարելի տալ հաղորդություն։ Ասենք ասում է, օրինակ ես գիտեմ մեր եկեղեցում բացահայտ կան մարդիկ, որ իրանք մեղքի մեջ են։ Ես իրանց ասում եմ, որ չմոտենաք հաղորդություն վերցնեք։ Ես իրան հարց տվեցի, ասի, լսի, իսկ եթե ասենք 3 երեկոյան մարդը մեղք է գործել, դու դրա մասին չես կարող իմանալ։ Ինտերնետում կեղտոտ սայթերի մեջ է եղել։ Դու չես կարող դրա մասին իմանալ։ Իսկ ինչպես լինել այդ մարդկանց հետ։ Եվ գիտես, Պողոս առաքյալը զգուշացնում է, գիտես, իմ գործը սիրելիներս տեղից ասելն է, բայց ամեն մարդ թող ինքը իր անձը փորձի, որովհետև առաջի հերթին մենք պետք է հասկանանք, որ մենք Աստծո առաջ ենք կանգնած։ Ու Աստված քննում է սիրտը, Աստված գիտի մեր սրտի խորհուրդները։ Գիտես, եթե սրտումդ մեկի նկատմամբ բան ունես, Աստված գիտի դա։ Եթե մեկի նկատմամբ ատելությամբ ես լցված, սիրելիս, Աստված գիտի դա։ Եթե մեկին քննադատում ես, բամբասում ես, չարությունով ես լցված, Աստված գիտի դա։ Գիտես, մենք իհարկե անպայման աղոթք կանենք, ապաշխարության աղոթք կանենք, կգանք Տիրոջ առաջ, կխնդրենք, որպեսզի Հիսուսի արյունը մաքրի մեզ։ Աստծո խոսքը ասում է, Աստված հավատարիմ է ու արդար, որ երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը, նա ներում է մեզ։ Իհարկե մենք կխոստովանենք, սիրելիներս, ու եթե դու քո սրտում զգում ես, որ չկա դատապարտություն քո մեջ, զգում ես, որ դու չունես ոչ մեկի նկատմամբ ինչ-որ հարցեր, չկա քո մեջ ատելություն, չկա չներում, կարող ես մոտենալ ու վերցնել դա, որովհետև հակառակ դեպքում Աստված ասում է, դու դատապարտության համար ես դանում, դու դատաստանի տակ ես մտնում, երբ որ անում ես դա սխալ սրտով։ Դրա համար թող ամեն մեկը քննի իր սիրտը, սիրելիներս, եւ Աստվածաշունչը սենց մի հատ բան ասում. ներեք իրար, այնպես, ինչպես Քրիստոսը ձեզ ներեց։ Ես ու դու գիտես արժանի չէինք, երբ որ Հիսուսը ինձ ու քեզ ներեց, բայց Հիսուսը ինձ ու քեզ ներեց։ Եվ Աստծո խոսքը ասում է դուք էլ իրար ներեք, այնպես, ինչպես որ Հիսուսը ձեզ ներեց։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներս։